Շնորհակալություն, պարոն Խանդանյան, ես մի հատ կարձագանք եմ գործընկերոջս Տիկին Լիլիթ Գալստյանի հարցապնդումներին ու ձեր պատասխանին, որ ասում եք սպառնալիք չի, թրիպը տեսեք, Իրանի ազդեցիկ գեներալներից Սաֆավին հայտարարել է, որ թրիպ նախագծի վերաբերյալ Հայաստանի հետ պայմանավորվածություն կամ փոխըմբռնում չկա, եւ եթե Իրանը դեմ է Պարսից ծովում ամերիկյան ներկայությանը, ապա նշանակում է նույն տրամաբանությունը կա նաեւ Կովկասում։ Ու ակնհայտ է, որ այս ԱՄՆ-ի ու Իրանի շարունակվող կոշտ դիմակայության պայմաններում այս ծրագրի իրագործումը պոտենցիալ սպառնալիքի կոմպոնենտներ պարունակում է, պարոն Խանդայան, ես ձեր տրամաբանությունը մի փոքր չկարողացա հասկանալ, բայց հիմա հարցս, կարող եք հստակ ասել թրիպի հետ կապված մաքսային հսկողություն եւ սահմանապահի դեմք, հայի դեմք տեսնելու Ադրբեջանը թե ոչ, կներեք իմ կոշտ բանի համար ձևակերպման, որովհետեւ Ադրբեջանի նախագահան Ալիևը հստակ ասում էր, որ ադրբեջանցիները սահմանին չեն տեսնելու ոչ մի հայի դեմք, այսինքն ոչ սահմանապահ, ոչ մաքսային։ Եվ մյուս հարցը որ կա, թրիպը որ ասում եք, կարող եք խնդրում եմ լռություն, էլի, ժողովուրդ։ Հարգելի գործընկերներ, լիովին կիսում եմ պարոն Մանուկյանի ասածը, հերիք է այս խոսակցությունները։ Եվ կարող եք ասել, տնտեսական ինչ օգուտ ենք ունենալու թրիպից թվերով հստակ։ Ինչի համար, քանի որ այդ մեծ պրոյեկտը, որ իրականացվում է, այնտեղ թվեր կա հստակ։ Այդ ունեք թե չէ։ Ու երրորդ հարցը հասցնեմ արագ տալ, նաև Էրեկ Ալիևն ասում էր, որ մասնագետներն եկել են արևային պանելներ են դնում։ Թրիպը իրականացում այդ Սոկոլովի հայտնի Նման չասեմ, ամերիկացիներն են, իսկն այդքան մասնագետ չկա ադրբեջանցիներին ենք դիմել որ գան։ Այդ երեք հարցին պատասխանեք, այն սկզբին ուղղակի ես փաստ եմ արձանագրել, խնդրեմ չարժեք։ Ինչի վերաբերյալ էր։ Չէ, վերջինը։ Վերջի հարցը։ Ադրբեջանի են, որ եկել են մասնագետները արևային պանելներ տեղադրեն։ Ինչ կարգավիճակով են իրանք ով են, որովհետեւ ամերիկացիներն են, իսկովից հայերն են, ադրբեջանցին ով է դեռ։ Մաքսային հսկողության վերաբերյալ արդեն պատասխանեցի Տիկին Գալստյանին եւ սահմանային հսկողության վերաբերյալ համաձայնագիրը հստակ նշում է, ինչ վերաբերում է ում դեմքը կտեսնեն, ինչ ազգի ներկայացուցիչ, օրինակ երբ որ դուք գնում եք Դուբայ, այնտեղ շատ հաճախ, եթե դուք ունեք բիոմետրիկ ազնագիր, որևէ մեկի դեմքն էլ չեք տեսնում, ուղղակի անցնում եք եւ մեր պատկերացումը, նաեւ դա համաձայնագրում է նշված ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն այն, որ հնարավորինս արագ եւ այդ տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվեն եւ նաեւ համաձայնագիրը ենթադրում է, որ տարբեր գործառնություններ կարող են իրականացնել front office, back office տրամաբանությամբ եւ back office-ում բնականաբար միշտ լինելու են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության, սահմանապահ ծառայության աշխատակիցներ։ Թվային տվյալներ հստակ ցավոք սրտի չեմ կարող ներկայացնել, այդ հարցին չեմ պատասխանի, կարող եք արձանագրել, որ չեք պատասխանում, ինչ վերաբերում է ես արևային պանելների մասին ճիշտ ասած չգիտեմ, ինչ եք նշել։ Ենթադրում եմ հողում եք անում Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությանը, որ մասնագետները ուսումնասիրել են էներգետիկ ենթակառուցվածքը եւ այդ փոխկապվածության հարցերը, այդ քննարկումը եւ այդ այցը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 5-ին, երբ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևը միաժամանակ Ադրբեջանի տարածքում, այնուհետև Հայաստանի տարածքում ուսումնասիրել են տարբեր ենթակառուցվածքներ եւ այդ մասին տրվել է մամուլի հաղորդագրություն, այդտեղ երկաթուղու ենթակառուցվածքն է ուսումնասիրել, ճանապարհների վերաբերյալ քննարկում եղել եւ նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների մասին։ Դա եղել է 2025 թվականի սեպտեմբերի 5-ին։ Արձագանք Պարոն Խանդայան, ոչ, Նիկոլ Փաշինյանի խոսքերին եմ հղում կատարում, այսօր կառավարությունում այդ հարցը էին տալիս լրագրողները, ինքը փաստել է, որ այդ էներգետիկ մասնագետները եկել են, հարցը վերաբերվում է հենասյուներին, որոնք որ Ադրբեջանի նախագահան ասել է եւ Նիկոլ Փաշինյանն էլ հաստատել է։ Դա մեկ, եւ երկրորդը, եթե չգիտեք, մի հատ այսօրվա մամուլի հաղորդագրությունը ուշադիր նայեք։ Եվ մյուսը որ կա Ալիևի այն հռետորաբանությունը ու Թուրքիայի, որ մեր ատոմակայանը պիտի փակվի։ Եվ ասում եմ մասնագետներ կան, իսկ ատոմակայանը մեր համար ոչ միայն էներգետիկ անվտանգության կոմպոնենտ ունի, այլ նաև ազգային անվտանգության։
ու կարող եմ հիմնավորել դա։ Հիմա նաև դրա վերաբերյալ ձեր դիրքորոշումը մեր ատոմակայանի վերաբերյալ ադրբեջանցիների եւ թուրքերի հռետորաբանության։ Շնորհակալություն։ Ինձ մեկ-մեկ թվում այս դահլիճում մեկ-մեկ Բաքվի ռադիոն են միացնում։ Իսկ ինչ է ասում ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ Գուցե ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հղում անեք Հայաստանի ատոմակայանի փակման ժամկետների վերաբերյալ։ Կամ գուցե հղում անեք ՍԵՊԱ-ին 2017 թվականին ստորագրված, որտեղ նշված է Ալիևը գյուտ չի արել եւ եւ բոլորը եւ Հայաստանի կառավարությունը եւս հայտնել են, որ Հայաստանի ատոմակայանը կարող է գործարկվել մինչև 2036 թվականը եւ պետք է նմանատիպ կարողություններով նոր ատոմակայան Հայաստանին։ Այսինքն այստեղ որևէ նորություն այս հարցի վերաբերյալ չկա եւ այդ գնահատականը տալիս են մասնագետները եւ ոչ թե կառավարությունները կամ պետությունների ղեկավարները։